Պարոն Սաղաթելյան, բացի այն, որ դուք ձեր Facebook-յան էջին գրել եք, որ դատապարտում եք Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն, անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում, Դաշնակցությունը որպես կուսակցություն ինչ է պատրաստ անել, օրինակ, ունեք կապեր ռուսական կողմի հետ, այս թեմաներով խոսում եք, թե ոչ, որ Սալավյովի նմանները նստում են եւ ռուսական պետական հեռուստատեսության եթերում հայտարարում են, որ պետք է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ հատուկ օպերացիա իրականացվի եւ դա համարում են ազդեցության կոդի։ Նախ դուք կիսում եք այդ գնահատականը, թե ոչ, արդյոք համարում եք Հայաստանի Հանրապետությունը ռուսական ազդեցության կոդի, թե ոչ, եւ ինչ քայլեր Դաշնակցությունը կանի, որպես այսպես հարուստ փորձ ունեցող ավանդական կուսակցություն։ Նարեկ ջան, կարդում ես իմ ստատուսը, որտեղ շատ հստակ դատապարտում եմ, հետո ասում եք կիսում եք տեսակետը։ Բնականաբար ոչ, շատ հստակ պաշտոնապես դատապարտել ենք այդ երևույթը եւ դա մեր համար անընդունելի է։ Անկախ նրանից դա որ աշխարհակահաղական կենտրոնից է արվում եւ անկախ նրանից այդ երկրի հետ մենք ինչ որակի հարաբերություններ ունենք։ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախողությունը որևէ մեկը չի կարող թիրախավորել եւ մենք եւ հրապարակային եւ նաեւ այլ հանդիպումների ընթացքում բնականաբար մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք ու մեր համար անընդունելի է։ Մեր համար նաև անընդունելի է ու ծիծաղելի է սրվա իշխանության վարկագիծը, երբ որ գիշեր-ցերեկ Հայաստանի Հանրապետությանը թիրախավորում են ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանից եւ Թուրքիայից, Հայաստանի ինքնիշխանությունը դնում են հարցականի տակ, Հայաստանի կողմից որևէ պատասխան չի հնչում։ Ու մի հատ ռուս, չգիտեմ, վերլուծաբանի համար ամբողջ պետական համակարգը ալեկոծվել է։ Մենք դատապարտում ենք, բայց նաև ակնկալիք ունենք, որ այս իշխանությունները նույն սրտացավությամբ դատապարտեն Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող թիրախավորումները եւ համապատասխան գնահատական ու արձագանք տան նաև դրան։ Ու այս իշխանությունը, այսինքն, իրանք միշտ այդ արտաքին միջամտության պատճառը եւ սնուցման աղբյուրը հենց իրենք են։ Մինչև իրենք նման բաներ Հայաստանի հետ սովորաբար չէր պատահում։